Եվս մեկ հարց. ինչ ապրանք ու երբ է մտնելու Հայաստան։ Ոյ այդ երթվում եմ չգիտեմ։ Ոխ, Չի սանում։ կներես մոռացել էի, որ արդեն համագործակցում ենք։ Ամեն ինչ ճիշտ է։ Այս ներքևինը մորեղ չի, մողեսա։ Մենակ չասես, որ հիմա էլ մոռացար, որ համագործակցում ենք։ Չէ, ես մեկը 10 իրավիճական ապտակ էր։ Ինչ ես մողեսը մորեխից չեմ տարբերում, բարձրապես լավ չեմ նկարում։ Մնացածը ճիշտ է։ Դե թե վեսել վահան չի թիկունքա, հա։ Ոխ, չի համար։ Ինչ ես վահանը թիկունքից չեմ տարբերում, հա։ Բարձրապես եթե շեֆին պաշտպանելու ֆունկցիա է կատարում, ճիշտ չի ամեն ինչ։ Ճիշտ է։ Այսինքն դու չգիտես ամենավերևում ով է կանգնած։ Չէ, ես անգամ թիկունքին չեմ տեսել։ Ուղղակի լսել եմ, որ ջնջոցը հեռախոսով խոսացել է։ Ո՞րն է մեր հետագա քայլերը։ Էս ով է։ Հաշվի առնելով, որ բոլոր առաքիչներին հնարավոր չէ ճանաչել, չգիտեմ, բայց հաստատ կարող եմ ասել, որ առաքիչ է։ Առաքիչն ի՞նչ է անում մեր տանը։ Լավ, մի լարվիր։ Մողեսի համար ուտելիք եմ պատվիրել, որ չսատկի։ Դե չէ կենդանիների պաշտպանների հետ խնդիրներ կունենանք։ Բարև ձեզ, խնդրեմ, Շնորհակալություն։ հաջողություն։ Բարի ախորժակ, վաստակել ես։ Ոխ, Կեզ մի քիչ տեսած պահիր։ Բա մենք։ Մենք ինչ, սոված ես։ Մենք ինչ ենք անելու։ Ոնց որ մյուս նորմալ մարդիկ, կարկելու ենք քնենք։ Վաղն էլ կփորձենք մարզել, թե դրանք ովքեր են։ Բարի գիշեր։ Շեվ երթում եմ մենք մեր տեղերում ենք եղել, ուղղակի ամեն ինչնից արագ ստացվեց, հոշի բան չհասկացանք։ Բեթմենն էր հարցակվել բրեքներդ։ Եթե դրա տեղը գիտես ասա, հենց հիմա գնամ բռնեմ ու բերեմ ստե։ Սա ի սկզբանե սենց ա եղել, թե ծեծ ուտելուց հետո սենց տարավ։ Լսեք ուրեմն։ Եք։ Հավաքում եք սաղին։ Ու մինչև առավոտ դրան կամ այդ մողեսի ընտանիքին գտնում եք բերում եք ստե, եթե չէ սաղի կաշին կքերթեմ, հասկացաք։ Հասկացաք։ Ինձ թվում է ճիշտ ժամանակն է ինձանից ներողություն խնդրելու։ Լուրջ քեզ հիմա մենակ է տա ուզում։ Չես հասկանում, որ ինչ-որ մեկը այսքան ժամանակ ամեն ինչ արել է, որ մենք իրար դեմ դուզ գանք։ Այդ արդեն ակնհայտ է։ Բայց
բայց միակ մարդով այդ կարող անել հիմա կոմայի մեջ բարկացա։ Հասկանում ես, չէ՞ որ ես ստիպված եմ ծայրահեղ քայլերի դիմեմ։ Ոչերը ինչ-որ շատացել է, ինչ-որ բանից սկսել է պետք։ Հակոբյանին աղենքից անելը ավելորդ հարցեր է առաջացնելու։ Հետո էլ արդեն քո խնդիրն է։ Ինձ միշտ վաղը երեկո ժամանակ տուր։ Ինչ ես անելու։ Էլ ինչ պիտի անենք։ Օրը ցերեկով բացայր խուլիգանությունը մարդկանց առևանգում է տեղի ունեցել։ Բա մենք ինչի համար ենք, որ այդ դեպքը չբացահայտենք։ Բայց մի պայմանով։ Որ դրանց գտնես, մինչև քո մոտ տանելը, ես մի հատ զրույց եմ հետ նրա։ Հա? Ու ինչ տվեց մեզ Մողեսի խոսելը, դե բացի քո այս գլուխ գործոցից։ Այն որ վերջնականապես համոզվեցինք, որ սրանք ոստիկանությունում իրենց մարտնում են։ Ու մեր հաշիվը խնդրում եմ։ Բայց ես դեռ չեմ ավարտել։ Այդ դրա համար էլ մեր համակարգը այս վիճակում է։ Ինչքան անավարտ կա ընդունել են աշխատանքի։ Ես սուրճս նկատի ունեի։ Գնացինք։ Մողեսենց տուն։ Ինչ։ Ես վստահ եմ, որ այս թմրանյութի թեմա է եղել։ Դրա համար էլ տուժող կողմը չի բողոքել, բայց այդ արդեն մեր դաշտում է։ Հենց հիմա մի քանի հոգու վերցրու ու ամբողջ տարածքը սանրեք, ինչքան տեսախցիկ կա բոլորի նյութերը հավաքեք, բոլոր հարևաններին հարցաքննեք։ Մենք պիտի պարզենք, թե ովքեր են եղել։ Լսում եմ։ Լավ, ով ես դու։ Ու ինչ ես ուզում։ Հետո։ Հետո Հետո երկրորդ հարկ։ Ոնց հասկացար։ Հարիկը բացատրեմ։ Չենք մենք գործել երկրորդ հարկում։ Ոչ մի տղամարդ այսպես գաղթագողի տնից դուրս չի գալիս եւ ոչ մի կին այսպես թաքուն իր տղամարդուն չի ճանապարհում։ Հաշվի առնելով նաեւ, որ լվացքի պարանին չորանում էր համազգեստ, կարող եմ ենթադրել, որ ամուսինն աշխատում է անվտանգությունում եւ ամենայն հավանականությամբ գիշերային հերթափոխով։
Ու մինչ ամուսինը հսկում է ուրիշի անշարժ գույքը, ինչ որ մեկը հսկում է իր շարժական գույքը։ Այսինքն այն տղամարդը այս կնոջ սիրեկանն է։ Հիմա կպարզենք։ Բարև ձեզ, կարելի է։ Բարև ձեզ։ Նախ ասեք ով եք, ինչու եք եկել հետո։ Էս ինչ էր։ Վշտի 5 փուլերը։ Առաջին՝ ժխտում կամ մերժում։ Երկրորդ՝ բարկություն։ Երրորդ՝ առևտուր։ Ես էլ կյանքում նման բան չեմ անի, խնդրում եմ, մենակ թե գնացեք։ Չորրորդ՝ դեպրեսիա։ Ես դիակ եմ, վերջ, այդ չկա, մեռած եմ։ Եվ հինգերորդ՝ ընդունում։ Համեցեք։ Վաղը տղերքին հավաքի։ Լավ։ Մի անհանգստացեք, եթե ամեն ինչ անեք այնպես ինչպես մենք ենք խնդրում, ոչ ոք ձեր գաղտնիքի մասին չի իմանում։ Իդեալական է։ Այստեղից պարզ երևում է, թե դիմացի շենքում ինչ է կատարվում։ Մեքենատ։ Ինչ։ Գնա մեքենատ հենց հիմա հանի, ձերոնք օրեկան կճանաչեն։ Իսկ եթե չկան։ Իսկ եթե չգան, մենք կզանգենք հայտարարություն կտանք հանցագործության մասին, հաստատ կգան։ Արագացրու։ Ուրեմն այսպես, դուք երեք տանը լսել եք աղմուկ դիմացի շենքի բակից, մոտեցել եք պատուհանին ու տեսել եք, որ ինչ-որ մի տղամարդ հարձակվել է միրգ ծախող տղաների վրա։ Շատ էլ ճիշտ են արել։ Էդ ինչ էր, երեք օր այդ նույն թոռոմած մրգերով եկել կանգնել էին դրանք։ Լավ կներեք հետո։ Հետո այդ տղամարդուն միացել է եւս մեկ տղամարդ։ Նրանք մտել են մուտք։ Որոշ ժամանակ անց դուրս են եկել մուտքից կնոջ ու երեխայի հետ միասին, նստել են սև ամենագնաց եւ հեռացել են։ Ու վերջ։ Համարյա, իսկ հիմա ամենակարևորը։ Հարձակվողներից մեկին նկարագրելիս կնկարագրեք ինձ, պարզապես բեղերով եւ ճաղատ։ Չեն հավատա։ Ես էստեղից այնտեղ ոնց պիտի տեսնեի ձեր աչքերի գույնը։ Չաղկալ չէ, ճաղատ։ Հա։ Ճաղատ։ Ես չաղկալ էի լսել։ Մյուս հարձակվողին նկարագրելիս պետք է որ սրան նկարագրեք։ Մանրամասն նկարագրեք։ Ֆոտոռոբոտը պետք է շատ նման լինի։ Հա, ուղղակի ես տեսողական հիշողությունից այդքան էլ լավ չեմ էլի ուղղակի։ Լավ, ես այս նկարը կուղարկեմ ձեզ։ Եթե դժվարանաք կառանձնանաք կնայեք ու կշարունակեք նկարագրել։ Լավ։ Լավ։ Լառычկա, լաչառычկա։ Հա, Bluetooth-ի անունն է։ Հուսով եմ մենք իրար հասկացանք։ Այո։ Ամուսինս։ Ով։ Ամուսինս։ Բայց այս առևանգման գործը մերոնց ինչ են ստեղ ուղարկել։ Բաղո ես ու դու մտնում եք այս շենքը, տղեկ դուք էլ այս շենքը մտեք։ Բոլորին հարցակրնում եք, ոչ մի բնակարան բաց չթողեք, հասկացաք։ Լսում եք։ Մոնիկա, դու էլ ժամանակ ես գտել զանգելու։
վստահ եմ այս արտահայտությունը երբեք նման ապուշ կերպով չի հնչել։ Որը, էս է ինչ մտածում ես։ Չէ, չի ուզում ցավեցնել քեզ։ Կարևոր չէ։ Էս ինչ արեցիք։ Հանգիստ։ Ես նրան հետո ամեն ինչ կբացատրեմ, հիմա ժամանակ չունենք։ Հուսով եմ դուք հիշում եք ինչ պետք է անեք։ Ընկերոջս քաղաքացիներ են, նրանք արդեն շենքում են։ Չեմ հասկանում, այս շենքում ես քիչ մարդն։ Անցեք լոգարան, բոլորը այնտեղ են։ Այսինքն, անցեք։ Մենք ձեզանից շատ ժամանակ չենք խլի։ Ընդամենը 2 հարց։ Այո, լսում եմ։ Երեք ձեր բակում միջադեպ ա եղել։ Այո, եղել է։ Մի բարձրահասակ բեղերով չաղկալ տղամարդ եկավ հարցակվեց միրգ վաճառողների վրա, սատկացրեց դրանց, հետո մի տղամարդ էլ ավելացավ, իրար հետ մտան շենք, հետո դուրս եկան մի կնոջ եւ մի երեխայի հետ։ Վստահ եք։ Մի տեսակ տարօրինակ է, որ այդ տղամարդու աչքերի գույնը այստեղից տեսել եք։ Աչքերն ինչ կապ ունի։ Դուք ասացիք չաղկալ։ Հա, չէ։ Ուզում եի ասեի ճաղատ։ Ուղղակի սկզբում չաղկալ էի լսել։ Չէիք լսել։ Ինչ էի լսել։ Ուղղակի ուզում եի ասել, ես այդ բանը չաղկալն ու ճաղատը միշտ շփոթում եմ իրար, բայց իրականում շատ լավ հիշում եմ նրանց դեմքը, եթե պետք է կարող ենք ռոբոտ անել։ Ինչ անել։ Ռոբոտ անել։ Դե որ նկարում եք։ Ֆոտորոբոտ։ Այո։ Անպայման կանենք։ Մեզ մի րոպե կներեք։ Շատ պատրաստված աստղ իմ անեն չի։ Բայց դու ամեն դեպքում նկարի մինչև ես հասկանամ ստեղ ինչ է կատարվում։ Իսկ մոտավորապես դեպքը որ ժամին է տեղի ունեցել։ Դուք լուրջ մտածում եք, որ ես պիտի այդ կռիվը թողեի, գայի ժամը նայի։ Էդ էլ կա։ Իսկ ում հետ եք բնակվում։ Ամուսնուս։ Իսկ հիմա որտեղ է ձեր ամուսինը։ Ամուսինես։ Այո։ Ամուսինս աշխատանքի է։ Լոգարանում մարդ կա։ Չէ, ոչ ոք։ Կարող եմ նայել։ Իհարկե ոչ։ Էդ էր մնում պակաս ներքնազգեստներս տեսնեիք։ Մոտ հանգստացի ես ոստիկան եմ, սա հատուկ գործողություն է։ Հակրկույկս մոտս չի, բայց… Մենք լուրջ կասկածներ ունենք մի քանի ոստիկանի հետ կապված ու եթե դու հանկարծ խախտես օպերացիան կպատժվես օրենքի ամբողջ խստությամբ, լավ։ Իսկ չէր կարելի ես ամեն ինչը հանգիստ մարդավարի ձևով ասել։ Որ ասեի կհավատայիր։ Դե դա էլ կա։ Առաջին չոքած, հետևի մուտքից մատու։ Տիկին դուք վստահեցնում եք, որ լոգարանում ոչ ոք չկա։ Հա, ես ուղղակի… Կներեք, բայց ինչի չեք ասել, որ տանը մենակ չեք։ Տալս, հա։ Հենց երբ կանա լողանում, որանում եմ, որ տունն է։ Դե լավ, կներեք։
Հաջողություն, մեր կողմից նորից ներողություն խնդրեք։ Հաջողություն։ Ես եմ գնացին։ Ես արդեն գնում եք։ Պարոն գնդապետ, Թողնել։ պարոն գնդապետ շենքում ընդամենը 2 տեսախցիկ կա։ Երկուսն էլ ըստ հարևանների արդեն երկրում չեն, բայց կա ականատես, ով մանրամասն նկարագրել է հանցագործներին։ Այդ կնոջ ասելով դրանց ծեծելուց հետո այդ տղամարդիկ իրենց հետ ինչ-որ կնոջ ու երեխայի են տարել։ Պարոն գնդապետ, ես վստահ չեմ, որ այս թմրանյութի գործ է։ Մարգարյան, դու արեն ինչ քեզ ասում եմ։ Լսում եմ։ Անընդհատ պետք է կրկնեմ, ֆոտորոբոտները կան։ Հիմա բերեմ։ Շատ կա։ Չհասանք։ Բայց ես հաստատ էստեղ եմ կայանել։ Դե հա, դու ուրիշ տեղ չեր էլ կարող կայանեիր։ Քան եմ շտապել չեմ նկատել։ Դե հա, դու որ չես շտապում ամեն ինչ իդեալական ես անում։ Գիտես ինչ կա։ Սրանց հետո մի բան կանես, որից չմեղադրես, եղավ։ Դու